Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսյանին, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար Տիկին Եսյան։ Տիկին Եսյան, ընտրությունից հետո մեր առաջին այսպես հարցազրույցն է, դրա համար մի փոքր հետ գնանք։ Փաստորեն արդեն վերջնական մանդատները բաշխվել են եւ արդեն հաջորդ շաբաթ նոր խորհրդարանը իր աշխատանքը կմեկնարկի։ Իշխող մեծամասնությունը փաստորեն 64 մանդատ ունի, հա, մեծամասնություն։ Այս ձայների հարաբերակցությամբ ընդդիմությունը ինչ այսպես իշխող լծակներ ունի կանխարգելող ձայների այսպիսի մեծ տարբերությամբ ինչպիսի որակապես ինչպիսի խորհրդարան են մեզ սպասվում։ Շնորհակալ եմ հարցի համար եւ լավ օրից չէ որ այս խորհրդարանը նույնպես ձևավորվեց ԿՊ-ի մեծամասնությամբ, բայց մեկը միշտ պետք է արձանագրենք եւ բոլորս պիտի չմոռանանք, որ այս ընտրությունները իրական ժողովրդավարական եւ սահմանադրական ընտրություններ չէին։ Իրականում ընտրակեղծիքները ահռելի չափերի են հասել, իրականում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները ահռելի չափերի են եղել, երբևէ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմության նկատմամբ այսքան կոպիտ, տեսանելի, կոշտ, կներեք, գրեհիկ պայքար չի մղվել ընդդիմության դեմ։ Եվ երբ որ մենք ասում ենք ԿՊ-ն ունի 64 падգամավոր, պիտի ելնենք մեկ տեսանկյունից։ Այդ 64-ը ընտրվել են ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում, ոչ դեմոկրատական ընտրությունների արդյունքում։ Եվ այս խորհրդարանը եւ Նիկոլ Փաշինյանը իր այս խորհրդարանով այլևս ոչ լեգիտիմ է։ Պիտի այս տեսանկյունից ելնենք։ Տիկին Եսյան, եթե խորհրդարանը ոչ լեգիտիմ է, ընտրությունները ոչ լեգիտիմ են, այստեղ հարց առաջանում, ապա մյուս մասնակից կողմը այդ դեպքում ինչպես է որ մանդատները վերցնելով նշանակում է որ դու համաձայն ես արդյունքների հետ, հա, լեգիտիմացնում ես արդյունքներին, մասա դիմում ես ՍԴ, ամենացավալի դիտարկումն եք անում եւ ամենացավալի հարցն է սա, խնդիրը, որը ընտրություններից հետո անընդհատ քննարկվում էր։ Մեր ընդդիմադիր ուժերը, որ մասնակցում էին ընտրություններին, կարծում եմ որոշակի միամտություն դրսևորեցին եւ շատ վստահ էին, որ իրենք հաղթելու են, վստահ էին, որ իրենք վերցնելու են մեծամասնություն։ Գուցեև չէին հաշվի առել Նիկոլ Փաշինյանի գործոնը, որ նա պատրաստ է ամեն ինչի վրայով անցնել, ամեն գնով պահել ատամներով, եղունգներով, ճանկերով պահել իշխանությունը։ Ընդդիմությունը լավատես էր միամտաբար, բայց նաև հիմքեր ուներ լավատես լինելու, որովհետև նախընտրական շրջանը ցույց էր տալիս, որ ընդդիմության նկատմամբ կա դրական, ընդգծված դրական վերաբերմունք ընդդիմադիր առաջատար ուժերի նկատմամբ, ինչպես Ուժեղ Հայաստանը, Հայաստան խմբակդաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը, նաեւ միասնության թևերը։ Հիմա տեղի ունեցավ այն, ինչ որ իրականում պիտի տեղի ունենար, եւ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելը դարձավ հերթական միամիտ այսպես քայլը, որ այս ընդդիմությունը կամ առասարակ Հայաստանում ընդդիմություն ուներ նաև 21 թվականին։ Բայց բոլոր տարբերակները փորձակվել են, փողոցային պայքար, իմպիչմենթը չստացվեց, միայն ընտրություններն էր մնում։ Տեսեք, բնականաբար միայն ընտրություններն էր մնում, որովհետև ես գոնե որպես կուսակցական գործիչ իրավունք չունեմ ասելու, թե կան այլ ճանապարհներ։ Գուցեև կային այլ ճանապարհներ, բայց ես լինելով պարտաճանաչ քաղաքացի, կարծում եմ, որ Հայաստանում իշխանությունը պիտի փոխվի օրինական ճանապարհով, որովհետև մեկ անգամ այս իշխանությունը Հայաստանում իշխանությունը զավթվեց փողոցով, իրականում զավթվեց փողոցով եւ զավթվեց արտաքին ուժերի, արտաքին գործոնների կոնկրետ ազդեցության պատճառով։ Եւ ես չէի ուզի, որ այս անգամ նույնպես Հայաստանում իշխանությունը փոխվեր արտաքին ուժերի, տարբեր թուրք-ադրբեջանական տանդեմների, տարբեր շահեր հետապնդելու նպատակով Հայաստանի իշխանությունը փոխելու այս ամեն ինչի, ես դա չէի ուզի։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանին հաջողվում է դեռ մեր հասարակության ինչ որ մի հատվածի ապացուցել ճակերտներով, որ ինքը իրենցից մեկն է։ Դուք հիմա կարող եք ասել, ամեն դեպքում մի 300 գոնե Ես դա եմ ուզում ասել։ Մի քանի 100,000 ձայն իրոք տվել են, չէ՞ իրեն։ Երբ որ ասում ենք արտաքին միջամտություն, երբ որ ասում ենք հայ այսպես կեղծիքներ զավթել, ստացվում է, որ չենք ուզում առերեսվել, այսպես խլեցնում են ժողովրդի ձայնը ու չեն ուզում առերեսվել այն փաստի հետ, որ իսկապես կա այսպես կայուն ընտրազանգված
որը իշխող ուժին է, հա, Նիկոլ Փաշինյանի տեսակետը կիսում է համամիտը։ Լավ դիտարկում է, բայց ոչ թե չենք ուզում առերեսվել, մենք ամեն օր դրա հետ առերեսվում ենք։ Մենք ամեն օր եւ սոցիալական ցանցերում, եւ տարբեր հարցազրույցներում, եւ տարբեր հանդիպումներում մենք առերեսվում ենք ամեն օր դրա հետ։ Եվ եթե մենք բոլորս խոսում ենք այն մասին, որ մեր հասարակության կներեք ավելի ստորին մասն է Նիկոլ Փաշինյանով հիացած եւ ԿՊ-ով հիացած, ասֆալտով, 10,000 դրամ ավելացումով, չգիտեմ էլ ինչերով հիացած, ցավոք սրտի ես նկատում եմ, որ հասարակության նաև ավելի կրթական որոշակի ցենզ ունեցող մարդիկ են Նիկոլ Փաշինյանով հիացած, ինչ անձնական կամ իրենց նեղ բիզնեսային կամ նեղ որևէ շահ հետապնդելու նպատակով։ Սա մեր հասարակությունը ինչ որ վիրուսով է վարակված։ Սա հիվանդություն է։ Մեր հասարակությանը կարողացան անցած 8 տարիներին եւ դրանից առաջ ներարկել, որ ինքը լավը չի, որ ինքը մի քիչ ասֆալտ գցես ինքը կբավարարվի, որ մի 10,000 դրամ փող գցես ինքը կբավարարվի։ Մեր հասարակության, չեմ ուզում ասել ժողովրդի, ինչ որ մի հատվածի համոզեցին, որ Նիկոլը լավն է, որովհետև Նիկոլը փիփերթով ճաշ է ուտում։ Խանգարում ընդդիմությանը, որ իրենք էլ հակառակը համոզեն, որ իրենք են լավը, որ այս սխալները կան։ Օրինակ ողջ այս քարոզարշավը իշխող ուժը կառուցած խաղաղության թեզի այսպես վրա, հա։ Ներողություն, հարցից հարց մի դրեք, այսինքն միտքը ուզում եմ, որովհետև լավ միտք ասացիք, ինչու ընդդիմությանը չի հաջողվում համոզել, որ իրենք ընդդիմությանը հաջողվեց համոզել, որովհետև իր ընդդիմությանը ձայնը տվել 5 միլիոնից ավելի քաղաքացի, հասկանում եք։ Այսինքն, եթե ընտրողները 1.5 միլիոն են դիցուկ, չգիտեմ, 1 միլիոն են, 5 միլիոնից ավելի քաղաքացի ընտրել է ընդդիմությանը։ Ստեղ ուրիշ խնդիր կա, բայց չենք ուզում ասել կամ չենք կարող ասել, որ ԿՊ-ին չեն ընտրել, այո, ընտրել են, բայց դա չի եղել այն ձայները, այն ամբողջությունը, որ իրեն իրավունք տար ձևավորել մեծամասնություն։ Եկեք չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրը եւ դրանից առաջ։ Ընդդիմադիր լիդերները փակի տակ էին, ընդդիմադիր գործիչները ազատազրկվեցին, ընդդիմադիր լիդերներին ինչ որ կեղծ հորինովի մտածածին գործերով տարան եւ փակեցին։ Ընդդիմադիր լիդերների հանդեպ այնպիսի բառապաշարով Նիկոլ Փաշինյանը սկսեց արտահայտվել, հիշում եք, գցելու եմ գետնին, քացով խփելու եմ, չգիտեմ, այս կարգի բաներ էր ասում, չէ, փտելու եք բանտերում, ինչ ասես ասում եք։ Ընտրություններից հետո էլ տեսնում ենք, որ ինքը իր ասածը անում է։ Հիմա նայեք, նրա բերանը թողնում են, որ բաց մնա։ Եվ ես չէ, որ թողնում եմ, որ նրա բերանը բաց մնա, ընդդիմությունը չի, որ թողնում է նրա բերանը բաց մնա։ Այն ուժերը, որոնք տարիներ շարունակ միշտ սա ասում եմ, էլի պիտի ասեմ ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը դիտարկել են դեպի դեմոկրատիա, դեպի եվրոպական արժեհամարքակ դրացող պետություն, եւ հանկարծ մեկի քթից արյուն էր գալիս, մի վայնասուն էր բարձրանում եւ Եվրոպայի խորհրդում, եւ Եվրամիությունում, եւ տարբեր եվրոպական կառույցներում, միջազգային կառույցները հարձակվում էին տվյալ օրվա իշխանության վրա, այսօր բոլորը ձկամպես լուռ են։ Այսօր բոլորը լուռ են, որովհետև իրենց ձեռնտու է Հայաստանում ունենալ Նիկոլի եւ ԿՊ-ի պես իշխանություն, որովհետև այդ իշխանությունից նրանք կարողանում են պոկել ամեն ինչ Հայաստանի հաշվին եւ իրենց հանուն իրենց շահի։ Դրա համար էսա պատճառը։ Ուրիշ պատճառ չկա։ Եվ երբ որ Եվրոմիությունը կամ Եվրոպան իր աչքերը կբացի եւ կհասկանա, որ սրանով ինքը իր դեմ է աշխատում, որ սրանով ինքը աշխատում է իր այն արժեհամակարգի դեմ, որը տարիներ շարունակ ներարկել է տարբեր ժողովուրդների, տարբեր պետությունների, արդեն շատ ուշ կլինի։ Այս ուխտը, ինչ որ Նիկոլը եւ ԿՊ-ն հիմա անում են Հայաստանի հետ, չոքելու է նաեւ եվրոպական շատ երկրների դռանը։ Դուք նայեք Միացյալ Նահանգների կողմից եկող հայտարարությունները, նայեք Թուրքիայի կողմից եկող հայտարարությունները, Իսրայելի, Եվրոպայի վիճակը այսօր այնպիսին է, որ իրոք ինքը կրակն է ընկնելու այն արժեհամակարգի ոչ թե ձեռք, այլ հրաժարվելով այդ արժեհամակարգից, որը տարիներ շարունակ եղել է իր քարտ բլանշը, որը տարիներ շարունակ ինքը բոլորից ցույց է տվել։ Դուք ասում եք խաղաղության մասին բան ասացիք։ Ուզում եմ ասել խաղաղության, այք իշխող ուժը օրինակ ռեալ առաջարկ էր ներկայացնում իր քարոզարշավը ողջ, հա, կապ չունի դա որքանով այսպես իրական անիրական, բայց թեզ էր առաջարկում ու ողջ քարոզարշավը խաղաղության, բայց հակառակ կողմ այդ խաղաղության այլընտրանք, այ ներկայացնում էր ավելի լավ խաղաղություն վստահելի, բայց որպես այդպեսին այլընտրանք, այսպես չէր ներկայացվում խաղաղություն։ Քրիստինա ջան, եկեք չմոռանանք, որ հակառակ կողմը դեռ իշխանություն չէր։ Հակառակ
կողմը այսպես կոչված, այսինքն ընդդիմությունը իշխանություն չուներ, բայց հակառակ կողմը ծրագրեր ներկայացրեց, որոնք շատ տրամաբանական էին, շատ արդարացի էին, շատ արդար էին եւ եթե իշխանություն դառնային կիրականացվի։ Ինչպես օրինակ թույլ տվեք ասեմ, այսօր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները իրենց նախընտրական ծրագիրը չնայած չեն դարձել իշխանություն, բայց իրենց նախընտրական ծրագրի ինչ-ինչ էլեմենտներ իրենք իրականացնում են։ Նայեք Կարապետյան դպրոցների, մանկապարտեզների, տուն չունեցող ընտանիքների, հիշում եք, հիմա անում է, այս մասին ես նայում եմ եւ ինֆորմացիոն դաշտում դա կա։ Բայց ընդդիմություն իշխանություն չէր, այն ինչ անում էր եւ ասում է իշխանությունը, որևէ ընդդիմություն չի կարող անել համար ինչ կապ ունի։ Բայց գաղափարներ մեռան ներկայացնելով, եւ ընդդիմությունը մեռավ ներկայացնելով, եւ ընդդիմադիր գործիչները, եւ ընտրություններին մասնակցած ուժերը, եւ չմասնակցած ուժերը։ Բայց կներեք, եթե այս հասարակությունը, եթե այս մարդիկ ուզում են խապված լինել, ինչ ուզում ես իրանց ներկայացրու։ Իրենք ուզում են խապված լինել։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության, այսպես կոչված խաղաղության հետևանքով սպանություն ինքնասպանություններ են տեղի ունենում զորամասերում, նոր զորակոչված երիտասարդ 19-18 տարեկան տղաներ են սպանվում։ Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր խաղաղության հետևանքով այսօր մեր սահմանները այսպես շագրենի կաշու պես փոքրացել են եւ ոչ մեկը չի ասում լավ էս Հայաստանում դուք ինչ գործ ունեք։ Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր խաղաղության հետևանքով ջերմուկում դեռ ադրբեջանցիները նստած են, այդպես էլ չսովածացան, որ վեր կենան գնան իրանց երկիր։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության հետևանքով այսօր Հայաստանը հայտնվել է տնտեսական սահմանափակումների մեջ։ Այսօր հայ ֆերմերը, գյուղացին, ծաղիկ արտադրողը հայտնվել են աննորմալ վիճակում, եւ որ արտադրանքը տալիս են, իրացման տեղ չկա, որտեղ մեր շուկան ամեն դեպքում փոքր է եւ այդ մարդիկ այն հին բանով արտադրում էին այնքան, որ արտահանեն նաեւ Ռուսաստան։ Այսօր չեն կարող դա անել։ Այսօր կառավարության ներկայացուցիչներից մեկը ասում է Եվրոպայի համար սառեցրած ձուկը նույնպես ձուկ է, աբսուրդ։ Իսկ ձուկ արտադրողները մի հատ նայեք իրանց միտինգները կամ հավաքները, որ բողոքը ընդվզումը, ասում են մեր ձուկը ոչ ոք չի տանում, իսկ ձուկը այնպիսի ապրանք է, որ շատ շուտ է փչանում։ Ուրեմն սա այդ բոլորը խաղաղության հետևանք է։ Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր խաղաղության հետևանքով այսօր Ալիևը հայտարարում է, որ կամ մեկ արգելք Հայաստան-Ադրբեջան նորմալ հարաբերությունների համար եւ դա Հայաստանի սահմանադրությունն է։ Եվ դուք պիտի փոխեք այդ սահմանադրությունը եւ ինքը փոխելու է այդ սահմանադրությունը։ Ինչպես, եթե այդ ձայները օրինակ ընդդիմությունը ամեն առաջին թեզը դա է բերում, ասում եմ, մեզ գոնե հաջողվեց այնպես անել, որ սահմանադրական այդ փոփոխությունները իրացնելու համար բավարար մանդատներ չունեն։ Հիմա դրան ինչպես են հասնելու։ Իդեպ այդ սահմանադրական փոփոխությունների հարցն է գնում։ Սահմանադրական փոփոխություններ չունենալու հետևանքով չեն կարող գնալ դրան, դա նույնպես 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների շնորհիվ է։ Այն որ այդքան քննադատում են 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, այդ փոփոխություններով ներառվեց այս կետը, որ նրանք չեն կարող գնալ։ Բայց մենք խոսում ենք ոչ թե նորմալ տրամաբանական իշխանության, ոչ թե խոսում ենք հայակենտրոն իշխանության մասին, մենք խոսում ենք հայադավ ընդդեմ Հայաստանի գործող իշխանության մասին եւ նրանք կանեն ու պատրաստ են անել ամենահակաօրինական բաներ իրենց հանձնարարականը կատարելու համար։ Մանդատագողություն, մանդատավորս լինելու է թե չէ։ Վստահաբար մանդատագողություն բոլոր ժամանակներում է եղել։ Իսկ ինչու այնպեսի ցուցակ չէր կազմում նախապես, որ այս խնդիրներից խոսում։ Հիմա ես ստիպված պիտի խոսեմ մի խմբի մասին, որում ես չեմ գտնվում։ Ես չեմ մասնակցել։ Դե մենք չենք մասնակցել, հանրապետականը գիտեք այս ընտրություններին չի մասնակցել եւ որևէ ցուցակ ինքը չի կազմել։ Եվ ճիշտ չի, որ ես հիմա այդ մարդկանց ասեմ, ինչու այդպեսի ցուցակ չեք կազմել, բայց գուցե կազմել են, դուք դեռ չգիտեք։ Դեռ ոչ ոք չգիտի։ Մենք ենթադրում ենք, որ տեղի կունենա մանդատագողություն, որտեղ միշտ բոլոր ժամանակներում դա տեղի է ունեցել, բայց գուցե այս անգամ տեղի չի ունենալու։ Եկեք այսպես միամիտ հայավարի մտածենք, գուցե այս անգամ չեն կարողանալու ոչ մեկին գողանալ։ Թեպետ մի քիչ թերավատ է, բայց եկեք այսպես լավատես լինենք, էլի մտածենք, չէ, չեն կարող, ոչ մի ընդդիմությունից ոչ մեկին չեն կարող տանել։ Գուցե ԿՊ-ից մյուս կողմ անցնեն։ ԿՊ-ից անցնեն, այո։ ԿՊ-ից կարող էին անցնել իմպիչմենտի ժամանակ իրականում, եւ իմպիչմենտը, որը այդքան ծաղրեցին, ձեռառան, թերավատ էին իմպիչմենտի նկատմամբ այդ պահին տվյալ պահին միակ գործող ռեալ գործիքներ, որը այդպես էլ իրականություն չդարձավ։
այդ ժամանակ պետք էր որ մանդատագողությունը տեղի ունենար այս կողմից, ինչը ցավոք սրտի տեղի չունեցավ։ Տիկին Եսայան, ԲՀԿ-ի ձայները գողացված են, թե ոչ։ Ու նրանց խորհրդանացնել այսպես հա ընդհանուր դաշտում ազգային ժողովում ինչ էր փոխելու։ Նախ ԲՀԿ-ի նկատմամբ կամ ԲՀԿ-ի հանդեպ վարվել են աններելի ձևով են վերաբերել ԲՀԿ-ին։ ԲՀԿ-ն վստահաբար անցել էր խորհրդարան։ Եվ ես օրինակ որ հետևում եի եւ քարոզարշավին, եւ ընթացքին, եւ հանդիպումներին, ես տեսնում եի որ ԲՀԿ-ն դրական իմիջ է կուտակում եւ այդ իմիջը լավն է եւ ԲՀԿ-ին ձայն տվողներ շատ կային։ Իմ շատ մտերիմ մեկը, որ հարազատ, երբ որ խոսում ենք թե ով ում է ընտրելու, ես այսպես հիմա կարող եմ բաց ասել, որովհետեւ արդեն այլևս անցած բան է, ես ասեցի ես ուժեղ Հայաստանն եմ ընտրելու։ Ինքը ասաց, գիտես, ես էլ էի ուզում ուժեղ Հայաստան ընտրել, բայց երբ որ տեսա Գագիկ Ծառուկյանի քարոզարշավ, ինձ այնքան դուր եկավ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը։ Ես ասի գնա միայն թե ԿՊՉ ընտրես էլի, կամ այն մյուս ձայն գողացող մանր-մունր բաներին, որ այսպես կոչված ընդդիմադիր դիմակի տակ են հանդես գա։ ԲՀԿ-ն անցել է խորհրդարան։ ԲՀԿ-ի չանցնելը կենաց մահու կռիվ կլիներ Նիկոլի եւ ԿՊ-ի համար։ Եվ դրա համար ինքը այն նախորդ տարիների աբիժնիկական եւ լրագրողական տարիների եւ պատգամավորական եւ հիմա այսպես վարչապետական այդ աբիժնիկություն ինքը դրսևորեց կոնկրետ Գագիկ Ծառուկյանի անձի եւ ԲՀԿ-ի նկատմամբ ամենակեղտոտ, ամենաեղկելի, ամենաանընդունելի ձևերով սա իրականացվեց եւ ցավոք սրտի մենք բոլորս դրա ականատեսը եղանք։ Հա, որքան էլ մենք գնանք Եսայան այդ իրավական այդ process-ների եւ այդ քաղաքական, հա, գործընթացների, այսպես ասած քաղաքական հաշվեհարդարի, այդ գիծը ինչպես է սահմանվում։ Օրինակ, եթե անձին մեղադրանք է առաջադրվում, ու այսպես քրեական process է գնում, հա, ու հետո ասում են, որ քաղաքական հաշվեհարդար է այդ գիծը, հա, որ process սկսվում։ Գիծը ինչի մասին է գիծը։ Այսօր մենք քանի քաղբանտարկյալ ունենք։ Այսօր մենք ունենք բոլոր ընդդիմադիր ուժերից քաղբանտարկյալներ, եւ ուժեղ Հայաստանից, եւ Բարգավաճ Հայաստանի ղեկավարն է, եւ ուժեղ Հայաստանի ղեկավարն է, որը այսպես կոչված, չգիտեմ, տնային կալանքի մեջ է, հիմա Նարեկ Կարապետյանի հանդեպ։ Մենք ունենք Հանրապետական կուսակցության Աշոտ Արմեն Աշոտյան, որը անհասկանալի, այդ որ ասում եք գիծը որտեղ է, Արմենի վրա ինչ որ անհասկանալի այսպես կոչված գործ են կարում, տանում նստածում են, իբր թե դա քաղաքական չի, բայց բոլորին է པարզ չէ որ սա քաղաքական, ասում եք գիծը որտեղով անցնում։ Բնականաբար իրանք խո չեն ասելու, չէ, Արմեն Աշոտյանը ուժեղ կերպար է, մենք իրանից վախենում ենք, դրա համար մենք իրան տանում ենք փակի տակ են պահում։ Դրա համար հորինում են մատից, եղունգ են նայում, ինչ որ բան են հորինում, Արմեն Աշոտյանին տանում փակում են։ Դրա համար հորինում են ինչ որ բան Գագիկ Ծառուկյանի մասին տանում փակում են կամ Սամվել Կարապետյանի մասին տանում փակում են։ Այդ որ դուք ասում եք գիծը այնքան ակնհայտ է, այս իշխանությունները չունեն այդ կարմիր գիծը, առհասարակ իրանք գիծ չունեն։ Իրանք անում են այն ինչ ուզում են, թքած ունեն այս երկրի օրենքների, սահմանադրության, բարոյական արժեհամակարգի, առհասարակ ամեն ինչի վրա, այս երկրի, այս պետության անցյալի վրա։ Իրանք հիմա են եւ այստեղ իրանք պարտավորվածություն ունեն իրենց տերերի հանդեպ անել այն, ինչ որ պիտի անեն, թե չէ, եթե Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում իրանց հարցերը լուծել, այսինքն հեռացնել իշխանություն, իրանք վստահ են, որ իրենց պապաները անմիջապես իրենց կհեռացնեն։ Դրա համար հլու հնազանդ իրականացնում են բոլոր հանձնարարականները։ Էս է։ Եսան, եթե այ անդադ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ատամներով պահում է իշխանությունը, ամեն ինչ անում է, որ հա միայն պահպանի, ցանկացած կարմիր գիծ պատրաստ է հատել։ Իսկ այս դեպքերում պետք չի, որ նույն այսպես ջանասիրությամբ առանց կարմիր գծերի այսպես եւս որպես հակադիր ուժ ցանկացած քաղաքական ուժ, ով որ հայտարարում է, մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այս նույն ջանասիրությամբ չպետք է նույն այդ կարմիր գծերը հատել, որպեսզի երկու դիտարկում։ Նախ այս մասը բան չի էլի, զուտ ուզում եմ հումոր անել։ Նիկոլ Փաշինյանը ատամ չունի, որ ատամներով պահի իշխանությունը։ Տեսակ նա մինչև հիմա իր ատամները չի սարքել։ Երկրորդ, նա իշխանությունը ամեն գնով պահում է, որովհետև նրա թիկունքին կանգնած են որոշակի հզոր ուժեր։ Այդ հզոր ուժերը եւ ադրբեջան-թուրքական տանդեմն է եւ Եվրամիության, տեսնում եք Եվրամիության այդ տիկնանց այսպես աժիոտաժը գնալ գալը եւ այլն,
որ ինչ որ դեմոկրատիա են տեսնում, Նիկոլի բռնապետական էս ամեն ինչի մեջ։ Because կով ինքը ատամներով չի պահում, իրեն պահում են, որ ինքը պահի, այսպես ասենք։ Հաջորդ ինչ ասում եք, ընդդիմությունը ինչու չի դա անում։ Ուրեմն վերջին 8 տարիներին, հատկապես 20 թվականի պատերազմից հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը ավելի պետականամետ է, քան իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր ուժերը ավելի են սիրում եւ դողում այս պետության, այս պետականության վրա ու համար, քան իշխանությունը։ Իշխանությունը առհասարակ թքած ունի այս պետության եւ պետականության վրա, բայց ընդդիմադիր ուժերը բավականաչափ խելք, փորձառություն եւ սեր ունեն այս երկրի հանդեպ, դրա համար նրանք չեն գնում են ճանապարհով, ինչով գնաց Նիկոլ Փաշինյանը։ Նրանք ուզում են ամեն ինչ տեղի ունենա օրինական ճանապարհով, որպիսի այլևս երբեք չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 18 թվականին։ Ձեր ասած օրինական։ Եթե դա չի գործ, հիմա չգիտեմ, դուք առաջարկում եք, որ ինչ-որ մարդկանց գործ հարց եմ ուղղում, այդ դեպքում պետք է անել, բնականաբար օրենքից։ Բայց ես հույս ունեմ, որ սա հաջողության կլինի հաջողություն վստահաբար։ Իհարկե անընդհատ մենք ասում ենք, արդեն քանի տարի այս մասին անընդհատ խոսում ենք, բայց ես կողմ եմ երբեք մի ասա, երբեք կարգախոսին, եւ ես մտածում եմ, որ չարը, պետության դեպ դուրս եկողը, ահաբեկիչը, չգիտեմ, զավթիչը երկար չի կարող մնալ մեր հողի վրա։ Իսկ իրենք չար են, պետության դեմ դուրս եկած են, զավթիչներ են, իրենք կհեռանան, կհեռացվեն այս երկրից։ Պարզապես մի բան թողեք ասեմ, էլի չնայած անդադ չեմ ուզում ընդդիմության դեմ խոսեմ, որովհետև ես էլ եմ ընդդիմություն եւ ինչ որ ասում եմ նաեւ ինքնակնդադատաբար, թեպետ էլի եմ կրկնում, դուք գիտեք, որ Հանրապետական կուսակցությունը ասեց մենք սրանց իշխանության պարագային չենք գնում ընտրության, ինչպես ասում էր 21 թվականին, բայց ստիպված ինչ որ վերջի պահին։ Վերջը, ինչ եմ ուզում ասել, ընդդիմությունը անդադ սխալներ է անում։ Ես չգիտեմ, միամտաբար չեմ ուզում ասել միտումնավոր, չեմ ուզում մտածել միտումնավոր, բայց անդադ նույն սխալն է անում, անդադ նույն տեղն է գնում։ Գնում, գլուխը խփում է պատին, գնում, ընկնում է գետը, գնում, այլ ինչ որ բաների է բախվում, արգելքների եւ հետեւություն չի անում, դասեր չի քաղում, որ չի կարելի անդադ նույն բանը անել եւ սпасել այլ արդյունք։ Երբ որ դու անդադ նույն բանն ես անում, այլ արդյունք սпасելը ուղղակի մանկամտություն է։ Տեսեք, ընդդիմությունը գնաց ընտրությունների։ Ես հիշում եմ, որ անձամբ ես տարբեր հարցազրույցներում եւ տարբեր քաղտեխնոլոգներ ու վերլուծաբաններ ասում էին այն մասին, որ ընդդիմությունը հաղթող կլինի, եթե գնա միասնաբար, մեկ ճակատով։ Այսինքն, եթե հավաքվեն առաջադար ընդդիմադիր ուժերը եւ մեկ ճակատով մասնակցեն ընտրությունների, մեկ ցուցակով, այսպես կոչված։ Բայց ինչպես արեցին, գնացին ցակուցրիվ, գնացին իրար դեմ աշխատելով, այսինքն մեկը մեկի վրա ուրախանում էր, որ հանկարծ Նիկոլը մի բան էր ասում, մեկը մեկի դեմ էր աշխատում, եւ իրենց լրատվականներով, եւ սոցկայքերով, եւ իրենց ֆեյքերով, այո, ընդդիմությունը նույնպես ունի ֆեյքեր, այնպես չի, որ մենակ իշխանությունները ունեն։ Իհարկե նրանց մեծ գործարան է, այստեղ փուճուր տեղային նշանակության են։ Բայց ընդդիմությունը այդ սխալները նախ միասնաբար չգնաց, նախ աշխատեց մեկը մեկի դեմ։ Նախ չմտածեց, որ երբ որ դու միասնական ես գնում, ավելի անբարտ ես, ավելի ուժեղ ես, քան բան։ Եվ երկրորդը, ընդդիմությունը չուներ այլ ծրագիր ընտրության գիշերը։ Ընտրության գիշերը ընդդիմությունը գնում են հաղթելու։ Դե հիմա տեսա այդ ծրագիր չունեն։ Չէ, գիտեք, քաղաքականության մեջ այդ վստահ լինելը, կներեք, չեմ ուզում ախրվատ բան ասել, մանկամտության պես բան է, ինչի վրա է իր վստահ։ Ինչի վրա է իր վստահ, երբ որ դու գնում ես հաղթելու, դու տեսնում ես ընտրական process-ին, երբ որ երկու տեղամաս ընդամենը բացվել էր ձայները եւ Նիկոլ Փաշինյանը ասուլիս արեց, հարցազրույց տվեց, չգիտեմ, ուղիղ եթեր մտավ, ասեց, որ իրենք հաղթել են, այ ընդդիմությունը պիտի ունենար այդ պլանը, չեմ ուզում ասել պլան B։ Դա պիտի լիներ պլան A հենց։ Առաջին պլանը իրենց։ Ժողովրդին հաներ փողոց։ Ժողովուրդը ընտրություններից հետո ոչ թե պիտի գնարտուն խորոված աներ եւ ուտեր, ընդդիմության ընտրողները կամ իշխանության ընտրողները, ընդդիմության ընտրողները գոնե պիտի հասկանային եւ լիդերները պիտի հասկանային, որ իրենց դեռ սպասվում է տաժանակիր, դժվարին աշխատանք։ Դրա համար ժողովրդին պիտի բերեին փողոց եւ կանգնացնեին փողոցում ընտրական կենտրոնական ընտրականի մոտ, ընտրական հանձնաժողովների մոտ մարդիկ տուն չպիտի գնային։ Այդպես են իշխանությունը վերցնում ու պահում։ Հասկանում եք,
Տեսեք, քանի սխալ ես նշեցի ընդդիմության։ Միասնական չգնացին, իրար դեմ աշխատեցին, չունեին պլան Ան, որով ժողովրդին պահեին փողոցում, որ Նիկոլ Փաշինյանը այդքան կներեք բան չաներ, էլի, համը չհաներ։ Շնորհակալ եմ Տիկին Եսյան ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, բայց վերջում եթե թույլ տաք երկու մաղթանք, էլի։ Գիտեք, մենք ընդդիմության մասին շատ ենք խոսում եւ անտեսում ենք իշխանության բոլոր սխալները իրականում։ Մենք հա խոսում ենք, ասում ենք Նիկոլես ասես, Նիկոլես արեց, ԿՊՆ-ս արեց, ԿՊՆ-ն արեր, բայց էլի մենք նույն սխալն ենք անում։ Ընդդիմությունը պիտի հետևություն անի։ Ընդդիմությունը հիմա գոնե պիտի հետևություն անի, որ տեղի չունենա ձեր նշած մանդատագողությունը։ Ընդդիմությունը հիմա պիտի հետևություն անի, որ կարողանա ինչ որ ժամանակ հետո փոխել իշխանությունը եւ կկարողանա, եթե ճիշտ հետևություն անի, գիտեք ինչու, որտեվ Նիկոլն ու ԿՊ-ն այլևս լեգիտիմ չեն, որովհետեւ սա այլևս արհեստածին, արհեստականորեն ստացված ձայներ են, թիվ է, որ Վահագն Գովհարյանը նկարել է, ընդդիմությունը ունի այդ շանսը, հիմա գոնե լինել միասնական, հիմա գոնե գեներացնել ժողովրդին, ընդվզումը գեներացնել, որովհետեւ Նիկոլը այս պահին այլևս լեգիտիմ չէ։ Իսկ ոչ լեգիտիմ իշխանությունը շատ հեշտ է գահանքեցանել, ընդդիմությունը պիտի սա հասկանա եւ պիտի անի սա։ Հակառակ դեպքում, մինչեւ չգիտեմ որ թվականը, պիտի վայելենք Նիկոլի անատամի վիճակը։ Շնորհակալություն, մեկ անգամ եւս Տիկին Եսյան։ Արգերեստատիտողներ, մեր տաղավարում զրուցում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։